Ողջույն։ Այս օրերին բոլորի քննարկման թեման է, թե ինչու է Փաշինյանը թիրախավորում եկեղեցուն։ Տարածված կարծիք է, որ առաջիկայում շատ ավելի վատ բան է անելու եւ սրանով քողարկում է նախապատրաստումը։ Անհասկանալի է, թե ինչու մտնել թեմայի տակ, որը իրեն միայն վնասում է։ Այս հարցի պատասխանը գուցե շատ պարզ է։ Գուցե ընդամենը այսպես է անում, որովհետև այլ բան չի էլ կարող անել։ 2018 թվականին, երբ դա ուներ 80%-ից ավելի վարկանիշ, շատերը էյֆորիայի ու զմայլանքի մեջ էին, բազմիցս խոսել եմ նրա տեսակի, էության ու այսօրվա մասին, հո գիտեի նրա որակները, լրագրող է ու դեղին մամուլում վարկաբեկումներով, պիտակավորումներով աշխատող ժուրնալիստ է եղել։ Այլ բանի ընդունակ չէ։ Տարբեր ոլորտի մասնագետներ կան, չէ, որ ասում են, ես հաջողակ բիզնեսմեն եմ, այլ գործով չեմ ուզում ու չեմ կարող զբաղվել, ասում են ես լավ պատշար եմ, ես լավ վարունգ եմ աճեցնում օրինակ։ Այս մարդն էլ այսպիսին է, փողով նյութեր գրող ու եթե սուտ է, դա առհասարակ հարց չէ իր համար։ Կյանքում չի աշխատել պետական համակարգում, բիզնես համակարգում, հոդվածներ է գրել, սրա նրա դեմ։ Փող են տվել, որ իրենց դեմ չգրի, եւ փող են տվել, որ ուրիշների դեմ գրի։ Ու թեև նստել է պետության ղեկավարի աթոռին, ընդունակ է եւ անում է լրիվ նույն բանը, ինչ մինչ այդ։ Մի զարմացեք, թե ինչու է այդպես անում։ Դա է կարողանում, դա է անում։ Կարող եք ասել, որ նա կարողանում է որպես ղեկավար որևէ գործառույթ նորմալ իրականացնել։ Ոչ, նա ոչ կարողանում է իր խոստումները կազմակերպել ու կատարել, ոչ պատերազմ կարողացավ ղեկավարել, ել չասեմ պատերազմում հաղթել, ոչ պետական ինստիտուտները համակարգել, որ արդյունք տան։ Ու միայն մենք չէ, որ գիտենք, որ չի կարողանում, ինքն էլ գիտի, ինքն է խոստովանում, որ 7 տարի նույն դասանի վրա են մնացել։ Արշավում է եկեղեցու վրա, որովհետև սիրելիներս, դա է կարողանում։ Նա լավագույնս կարողանում է ընտրել թիրախ ու սկսել վարկաբեկումը։ Անկախ նրանից տակը հիմք կա, թե օդում կախված տեղեկություններ են, ու որքան սուտ, այնքան իր համար ավելի լավ, որովհետև ստի վրա պալատներ սարքելը ավելի հեշտ է։ Որ ասես վարչապետ ես կոչվում, 3 աշխատատեղ բացի չի կարող, բայց կարող է գրել հերյուրանքներ ու մտնել մեկնաբանություններին պատասխանել իր պատկերացմամբ շեղելով, ցրելով, մի խոսքով կռուտի տանելով։ Այդտեղ Նիկոլ Փաշինյանը ոնց որ ձուկը ջրում է իրեն զգում։ Ասում են ասուլիս է տալու, որ այդ ասուլիսում հարց տաս, թե իր խոստացած տեխնիկայի, սամալյոտի, ավտոմեքենաների, ադամանդների եւ այլ գործարանները զրոյից կառուցվող գյուղը ինչու չեղան, չի կարող պատասխանել, բայց վստահ եմ կկազմակերպվի, որ հարցներ իրեն սրբազանների կուսակրոնության թեմայից կխոսի ժամերով, որովհետև սա բամբասանք է, որտեղ ինքը չեմպիոն է։ Վերցնենք կառավարության այսօրվա նիստը։ Բամբասանքներ։ Բնականաբար էլի զրպարտել է երկրորդ նախագահին ու ասել, որ դատարանը որոշել է, կաշառակել է։ Արդեն չենք էլ զարմանում, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը բան է ասած էլի ու չի կարող բերել որևէ դատարանի նման որոշում։ Մի պարզ պատճառով, որովհետև նման որոշում ուղղակի չկա։ Տեսեք, եղել է ենթադրյալ կաշառքի հայց։ Քննչականը, դատախազությունը, դատարանը ոչինչ չեն կարողացել ապացուցել։ Տարիներով ձգվել են նիստերը։ Խլել են երկրորդ նախագահից ժամանակ, ազատությունը, ու մի պահ այլևս չի ցանկացել շարունակել ձեր դատական ֆարսը։ Օգտվել է վաղեմության ժամկետի իրավունքից։ Մնար շարունակել, որ ինչ լիներ, որ նիկոլական կամ նախկին ԿՊԱ-ական դատավորը հրահանգով նիստեր աներ, այն էլ տարիներով։ Ու այսօր Նիկոլ Փաշինյանը զրպարտում է։ Դա կարծում եմ խնդիր չէ ու ոչ մեկ էլ լուրջ չի ընդունում։ Նիկոլ Փաշինյանը աշխարհի բոլոր վարչապետներից տարբերվում է նաև նրա դեմ քրեական գործերի թվով։ Զրպարտության, վիրավորանքի վերաբերյալ լիքը հայցեր կան նրա դեմ։ Ամեն անգամ բերանը անկանոն բացելիս իր նկատմամբ հայցերի հիմք է տալիս։ Ընդ որում, շատ ուշագրավ բան է կատարվում։ Ֆրանսիական մամուլը գրել է, որ Նիկոլ Փաշինյանը ավելի քան 3 միլիոն եվրոյով Մարսելում առանձնատուն է գնել։ Նիկոլը նյարդայնանում է, իբր սուտ է ու ասում է Ֆրանսիայում 3 եվրոյով կայք են բացում մի շաբաթանոց, մեջ ինչ զառանցանք ասես գրում են։ Այսօր Աստվածաշնչյան մեջբերում էր անում։ Ինչ դատով ուրիշներին դատես, դրանով էլ կդատվես։
Կարծեմ 2012 թվականին, 13 տարի առաջ, Նիկոլ իր ընտանեկան թերթում Քոչարյանի իբր 4 միլիարդ դոլար ունեցվածքի մասին նյութ էր արտատպում։ Ամեն օր վերահրապարակում էր դա։ Սկզբն աղբյուրը քանի կոպեկանոց ու քանի օրվա կյանք ունեցող կայք էր։ Ռուսաստանում բացված մի քանի շաբաթանոց կյանք ունեցող կայք։ Բա դու տասնյակ տարիներ ֆեյք ինֆորմացիան տարածել ես։ Ինքդ էլ իմացել ես, որ սուտ է, բայց տարածել ես։ 7 տարուց ավելի է վարչապետ ես, գիտես, որ սուտ է, արդեն պաշտոնապես, ստուգված, բայց էլի խոսում ես կղզիներից։ Վարչապետի աթոռին նստած Քոչարյանի մասին բամփասում ես, բա 7 տարի իշխանության լինելով ոչ մի բան չես բացահայտել, իսկ քո մասին արդյոք չեն բացահայտվի հետագայում։ Իմ կարծիքով Մարսելում էլ տուն կարող է ունենաս, Լիոնում էլ, Փարիզում էլ, Մոնակոյում էլ, Նյու Յորքում էլ, բայց տարիներ շարունակ միլիոններ ես աշխատել ամեն ամիս, մենակ մեկ աղբյուրից, ինչի հավատամ, թե իբր չունես։ Բայց ծրագիր ես ղեկավարում պետական 60 միլիոն դոլարանոց ու շատ արագ ձախողվում է, փողերն էլ չկան, ինչի պիտի հավատանք, որ չեն դարձել քեզ ու քո ընտանիքի համար դղյակներ։ Բա ժողովուրդը 100 միլիոն դոլար հանգանակում է, որ ուղարկեք պատերազմից քայքայվող Արցախին, դու մտցնում ես բյուջե, բաժանում սրա նրա վրա, ինչի պիտի դղյակ առած չլինես Մարսելում։ Հավատամ, որովհետև դու ես երգում, 18 օգոստոսն էլ երգում էիր, թե եկել ես Ղարաբաղը հանձնես, բա ոնց հանձնեցիր։ Վերջին 7 տարին ինչ խոստացել ես, խաբել ես։ Դրանից առաջ 20 տարի ինչ գրել ես, էլի սուտ է դուրս եկել։ Հիմա ես ինչի պիտի հավատամ, որ Ֆրանսիայում դղյակ չունենալու մասին քո խոսքերը սուտ չեն։ Ինչու պիտի չհավատամ, որ Ալիևի հետ Էրդողանի քավորությամբ նստել ու որոշել եք ոնց է Արցախը փոխանցում Ադրբեջանի տիրապետության տակ։ Ինչի պիտի հավատամ, որ դրա դիմաց չես ստացել 5 միլիարդ դոլար փող։ Ինչի էլի, որովհետև դու ես այդպես ասում, Ալենը, Արծրունը, խնդալներդ եկավ, չէ։ Այո, խնդում ենք, որովհետև ձեր խոսքերին դրանց ճշմարիտ լինելը անգամ չի էլ քննարկվում, սուտ են դրանք, վստահ եմ այնքան եք խաբել, որ ձեզ ասածներին էլ ոչ ոք չի էլ հավատում։ Իսկ այդ ձեր մասին ամենը կբացահայտվի, երբ իշխանությունից զրկված կլինեք։ Այդ ժամանակ կտեսնենք, որքան թալան է կարել, ով ինչից է օգտվել եւ այլն։ Բա տեսեք, մեր պետություն է մտնում միլիարդավոր դոլարներ ամեն տարի ու չկան։ Ու ինձ համոզում ես, թե թալանչի չեք, դղյակներ կամ թաքուն հաշիվներ չունես, համ ունես, համ էլ կբացահայտվի, հենց իշխանություն չլինես։ Բա դա էլ քո թերթը հո չէ, որ ինչ ուզենաս գրես, պատասխան չստանա։ Պետություն է, ուզես չուզես, կա պատասխանատվություն։ Ժամանակը գալու է ու քո դեմ ոչ թե քո օգնական Վարդապետյանն է նստած լինելու, այլ լուրջ դատախազ, լուրջ իրավաբան, ու դա վստահաբար կառավարության նիստերի դահլիճը չի լինելու։ Վստահ եմ, լիքը բաներ են բացահայտվելու։ Ասում է, եկեք նստեք իմ դասախոսությանը, կիմանաք, լիզում եմ թուրքի կոշիկները, ծախել եմ Ղարաբաղը, պատմությունը ուրանում եմ, ինքնությունը թրքացնում են։ Իրեն լուրջ թվում է, թե դեռ մարդիկ կան, որոնք պատրաստ են 18 թվի պես իր ասած ներողություն, պատրաստ են իրենց ականջները տրամադրեն իր նոր հորինված լապշաները կախելու համար։ Ոչ թե դու պետք է ասես դա ճիշտ է թե չէ, այլ քեզանից հետո ձևավորվելիք արդար իրավական համակարգը պետք է ասի։ Դա էլ կբացահայտվի։ Այսօր Էրդողանի հետ զրույցիդ իրական բովանդակություններ, պլաններ տել, պարզվելու է, թե ինչ ես պլանավորել իրենց հետ։ Այդ ոնց եղավ, որ եկայերգիրը մի քանի օրում պլանավորեցիք, նրանք այնտեղից խփեցին, դուք այստեղից բան չարիք, 120,000 ժողովուրդ դուրս եկավ իր տներից։ Լուրջ եմ ասում, այսպիսի բան չկա ժողովուրդ։ Այս ինչ ֆիլիգրանի պրոյեկտ արին սրանք։ Հիմա էլ թե եկեք կբացատրեմ ոնց եղավ, որ 1000-ամյա հայկական Արցախը դարձավ 100-ամյա Ադրբեջան։ Կան բաներ էլ, որոնք դատարանով հաստատվելու կարիք չունեն։ Օրինակ այն, որ դու մարդասպան ես։ Խոսքը միայն Սոնա Մնացականյանին ավտոյի տակ լղջելու մասին չէ։ 44-օրյա պատերազմի ուղիղ կեսին, հոկտեմբերի 19-ին, քեզ Ռուսաստան Դաշնության նախագահը առաջարկել է համաձայնել դադարեցնի պատերազմը։ Դու չես համաձայնել։ Ալիևը համաձայն է եղել, դու ես մերժել, ու ավելի քան 20 օր շարունակել ես ու ամեն օր տվել ես հարյուրավոր զոհեր։
Դու չես կանգնեցրել պատերազմը ունենալով գենշտաբի պետի զեկույցը իրական իրավիճակի մասին։ Մարդկանց իրականությունը չէիք ասում, ասում էիք հաղթում ենք, հելեք, կասկաբան, հագեք, գնացեք, հաղթանակի մասնակից եղեք։ Այդ զոհերը քո խղճի վրա են։ Փորձարկում էիր անում, էլի, մտածում էիր, կարողա քեզնից էլ պատերազմի հերոս դուրս գա։ Մի հատ սենց հլը արեք, մի հատ նենց արեք, մենք մեզ պարտված չենք համարի։ Այդ օրվանից սկսած բոլոր, լսում ես, բոլորի մեղքը արյունը հենց քո ձեռքի վրա է։ Այն որ լոտո են առնում, հաչ են շահում ու ընկել են ազարտի մեջ ու էլի են փորձում, այդպես դու ամեն րոպե փորձել ու զոհ ես տվել։ Ընդ որում դու հստակ ասում ես ինչ ես արել, որ քեզ չասեն դավաճան։ Դու չես կանգնեցրել պատերազմը ու որ կարող էինք մնալ 2020 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ սահմաններով, սաղ ես հանձնել։ Իմացել ես, որ քո որոշումները ավելի շուտ սխալ են, բայց կայացրել ես։ 2 օր առաջ էլ հայտարարում էիր, որ եթե իմանայիր, որ գալու ես ու հանձնես, մեկ է կգայիր իշխանության։ Այսինքն դու այդ ամենը արել ես գիտակցված, գուցե ծրագրավորված, վստահ եմ վաղը քեզ վերաբերող դատական նիստին դա ապացույց է լինելու, որ ամեն բանն արել ես լավ իմանալով ու գիտակցելով, թե ինչ ես անում։ Ու եթե այսօր չէ, շատ շուտով, առնվազն իրեն հարգող մի դատախազ վաղը լինելու է, այդ դատական նիստերում լինելու են մի կողմում դու, մյուս կողմում տուժողները, 5000 զոհի հարազատները, 10,000-ից ավելի վիրավորներն ու նրանց հարազատները, 150,000 տունը կորցրածները ու պատասխան պիտի իրենց տաս ու 10 միլիոն հայ ազգին, թե ինչպես այսպես ֆրացրիք սաղից։ Ասում ես սրանից հետո Քոչարյանին ասելու եմ կաշառակեր։ Դու մեր ազգին ինչ ասես, ասել ես, ժողովրդին ասել ես տգետ, ասել ես թամբալ, ասել ես համբալ, ասել ես Արցախը մերը չէր, ասել ես պետք է պարզենք ցեղասպանություն եղել է թե ոչ, ասել ես պետք է մոռանանք Արարատի մասին, այնքան բան ես ասել ժողովրդին, ու կարծում ես պետք է Քոչարյանն էլ հələ չէ, որևէ մեկը նեղվի, որ իրեն պիտակ ես կպցրել, քեզ ով է լուրջ ընդունում։ Կարճ ասած, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարն ասում է, մոտենում է Արյան եւ Թալանի մեջ մինչեւ գլուխը թաղված այդ սուբյեկտի պատասխան տալու պահը եւ գնալով պացիենտի հոգին ավելի ու ավելի է բորբոքվելու։ Այո, որքան էլ անհանգիստ ճիգեր գործադրեք, վերակենդանացման նշաններ ցույց տակ մեկ է, ձեր իշխանությունը մահվան շեմին է ու մոտ է պատասխան տալու ժամանակը։ Սա սովորական հանցանքի պատասխան չէ, սա հայ ժողովրդի նկատմամբ մեծագույն եւ գիտակցված հանցանքներից մեկի պատասխանն է, որ պետք է տաք։ Այդ օրը դուք եք հասկանում, որ շատ մոտ է, իսկ ժամանակը կանգ չի առնում։